Երբ Ալենի այս մեղադրանքը լսեցի, ես հիշեցի ամերիկացի զինվոր Թիմոթի Մքվեյին, ով 1995 թվականին Օկլահոմա նահանգում վրեժխնդրությամբ լցված պայթեցրեց Ամերիկայի հետաքննության դաշնային բյուրոյի պետական շենքը, որովհետև դրանից ուղիղ 2 տարի առաջ, 1993 թվականին Վեյքո Թեխասում Քլինթոնի կառավարությունը առանց որևէ արդար պատճառի դաժանորեն սպանեց մի խումբ այլախոհների, ովքեր օրինական կերպով դիմադրում էին Ամերիկայի կառավարության օրվելական օրենքներին։ Այդ արարքին ուղղված Մաքվեյի պատասխանը այդ ժամանակ համարվում էր ամենամեծ ահաբեկչական գործողությունը ամերիկյան հողի վրա եւ ցայսօր համարվում է ամենամեծ ներքին ահաբեկչական գործողությունը բնիկ ամերիկացու կողմից։ Մաքվեյին հիշեցի Ալենի ասացից հետո, որովհետեւ Մաքվեյը իր դատի ժամանակ ասաց. «Երբ կառավարությունը հանցագործություններ է գործում, չպետք է զարմանա, երբ իր քաղաքացիները հանցագործ են դառնում»։ Այս նույն տրամաբանությամբ այսպես կարող ենք պատասխանել Ալենին եւ առհասարակ այս հայրենադավ կառավարությանը։ Եթե կառավարությունը բացահայտ դավաճանություն է գործում ու թքած է ունենում իր ժողովրդի վրա, չպետք է զարմանա եւ բողոքելու իրավունք չունի, երբ իր քաղաքացիները պատշաճ կերպով չեն վարվում իրենց հողի ու պետության նկատմամբ։ Դա նման է նրան, որ թմրամոլ ու խաղամոլ հայրը իր տղայից պահանջի արժանապատիվ քաղաքացի լինել։ Իհարկե ես չեմ ընդունում Մաքվեյի արածը եւ չեմ փորձում արդարացնել ահաբեկչությունը, հանցագործությունը, դավաճանությունը կամ նման այլ արարքները։ Ես ուղղակի ասում եմ, որ եթե երկրի ղեկավարությունը իր քաղաքացիներից քաջություն, ազնվություն եւ նվիրվածություն է պահանջում, պետք է նախ եւ առաջ հենց ինքը դրա օրինակը ծառայի։